Բարի օր հարգելի մարզասերներ, Վեարոյի մայրաքաղաք Լիմայում շարունակվում է ծանրամարտի աշխարհի պատանեկան և երիտասարդական առաջնությունը։ Հայաստանի հերթական մրցումային օրը ունեցել է մեկ ներկայացուցիչ։ Մինչև 81 կիլոգրամ քաշային կարգի երիտասարդների պայքարում Հայաստանը ներկայացրել է Նարեկ Մկրտչյանը։ Եվրոպայի գործող չեմպիոնի բոլոր մոտեցումները ներկայացնում ենք ձեր ուշադրությանը։ Մաղթում ենք ձեզ հաճելի դիտում Արոշանյան Մեդիա Սպորտ Նյուզի YouTube-յան ալիքում։ Եվ գնաց Մկրտչյանը ու կանգնեց գերազանց առանց որևէ խնդրի։ Նարեկ Մկրտչյանը փոկում է նաև 149 կիլոգրամը եւ վերադառնում Թացիկ Աղյուսակի առաջին հորիզոնական։ Նա տեսեք ինչ ճիշտ ամեն ինչ արեց Մկրտչյանը, ինչ լավ գտավ հավասարակշռության կենտրոնը եւ կանգնեց։ Այս վարժությունը նա փորձում է ավարտել 153 կիլոգրամ արդյունքով։ Երրորդ անգամ արդեն այս մրցման ընթացքում Նարեկ Մկրտչյանը փորձում է բարձրանալ առաջին տեղ, այս պահին 6-րդն է։ Գնաց Մկրտչյանը եւ կանգնեց, ինչ լավ է պատրաստվել, ինչ լավ է զգում իրեն Նարեկ Մկրտչյանը արտակում, ուղղակի ոչ մի ավելորդ շարժում բոլոր երեք մոտեցումների ժամանակ։ Պարզապես ոչ մի ավելորդ շարժում։ Փայլուն կատարեց իր աշխատանքը Նարեկ Մկրտչյանը եւ այս քաշը իհարկե թույլ է Ակում վարժությունում Նարեկը 3 հաջող մոտեցում կատարեց։ Շատ լավ նախադրյալ ստեղծել է։ Երկամարտում մեդալի համար պայքարելու, տեսնենք 185 կիլոգրամ։ Կանգնեց, վստահ կանգնեց Նարեկը եւ երկրորդ հատվածը վարժության ոչ, ինչ պատահեց։ Այ քեզ անհաջողություն։ Ոտքերի խնդիր ինչ-որ առաջացավ։ Առաջին հատվածում նա խնդիր չուներ, կանգնել էր, բայց հետո ոտքերի ցավ զգաց ու գցեց։ Ծանրաձող հիմա երկրորդ փորձը եւ նույն խնդիրը, այ քեզ անհաջողություն, ձգում է մկանները, ինչպես հասկանում ենք։ Գլխից վերև։ Հիմա 188 կիլոգրամ։ Շատ բարդ խնդրի առջև է մեր ծանրորդը, բայց եթե ինչ-որ բան ցանկանում է գրանցել երկամարտում, պետք է հիմա անպայման անտեսել ամեն ինչ ու կատարել վարժությունը։ Կանգնեց եւ երկրորդ մասը։ Հրում է եւ ոչ չի պահում ծանրաձողը, Նարեկ Մկրտչյանը 0 է ստանում։ Մեր ծանրորդը 0 է ստանում հրում վարժությունում եւ ինչպես թայլանդցի Նասուրի Վոնգը